Ինչ կանեիք դուք, եթե ձեր հավատքի ուրացումը լիներ հարյուրավոր մարդկանց փրկության միակ ճանապարհը։ Պատկերացրեք, պաշտոնաված վանք, սով, ծարավ և բացարձակ հուսահատություն։ Եվ թշնամին առաջարկում է ոչ թե ոսկի, այլ մի սարսափելի գործարք։ Նրանք չեն ուզում ձեր կյանքը, նրանք ուզում են ձեր հոգին։ Առաջնորդը պետք է դուրս գա և հրապարակավոր ոտնատակ տա իր խաչը։ Միայն այդ դեպքում բոլորը կփրկվեն։ Երբ նա դա լսեց, ամբողջ եկեղեցին սառեց, բայց սա դեռ ամենը չէ, այն ինչ դեղի ունեցավ հետո, կփոխի ձեր պատկերացումները հավատքի մասին։ Մինչ բոլորը վիճում էին ընդունել սատանայական առաջարկը, թե մեռնել, մի երիտասարդ, կասկածող վանական փակվեց իր խցում։ Եվ այն, ինչ նա տեսավ այնտեղ, ոչ միայն շրջեց պատերազմի ողջ ընթացքը, այլև բացահայտեց մի գաղտնիք, որը դարեր շարունակ պահպանվում էր այդ վանքի պատերի ներսում։ Պատրաստվեք լսելու մի պատմություն, որը կստիպի ձեր սրտին ավելի արագ բաբախել։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես հավատքի մի կայծ կարող է հաղթել հազարավոր սրերի։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Լեռների սրտում, ուր արծիվներն են իրենց բույնը հյուսում և քամին հազարամյակների պատմությունը շշնջում, կանգնած էր անեղծ ապավենի վանքը։ Քարե մի համր վկա, որի պատերը տեսել էին և արքաների փառքը, և արյունոտ արշավանքները։ Մի վայր, որի գոյությունը հենց ինքը մի աղոթք էր, քարից կերտված և ժամանակի մեջ ձգված։ Այդ երեկո, երբ մայր մտնող արևը վերջին անգամ ոսկեզօծում էր գմբեթի խաչը, վանքի ներսում տիրում էր մի լարված, գրեթե շոշափելի լռություն, որը սովորական չէր։ Սա սպասումի լռություն էր։ Աբբա Կոմիտասը, վանքի առաջնորդը, 70-ամյա մի ծերունի, ում մորուքը ձյունի պես սպիտակ էր, իսկ աչքերը լեռնային լճի պես խորը, կանգնած էր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի առաջ։ Նրա շուրթերը հազիվ նշմարելի էին շարժվում, հյուսելով դարերով փորձված աղոթքների անխախտելի շղթան, քանզի նա աղոթում էր ոչ թե իր, այլ այս քարերի, այս պատերի մեջ ապաստանած հավատքի փխրուն բեկորի համար։ Նրա աղոթքը վեր էր բարձրանում խնքի ծխի հետ, միահյուսվելով պատերից իրենց նայող սրբերի խիստ դեմքերին։ Նրանից ոչ հեռու, Մատենադարանի խոնավ ու սառը կիսախավարում, կռացած էր 25-ամյա Եղիշե վարդապետը։ Նրա մատները, թեև երիտասարդ, բայց արդեն կոշտացած գրչի ու մուրճի աշխատանքից, զգուշորեն շոյում էին հնագույն մի մագաղաթ, որի վրա ոսկեզօծ տառերով փայլում էր Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը։ Նա ոչ միայն ընդօրինակում էր մատյան ողբերգությանը, այլև փորձում էր դրա տողերի մեջ գտնել պատասխան այն հարցին, որը քայքայում էր իր հոգին. Արդյոք Աստված լսում է իրենց։ Արդյոք այս քարե մեկուսացումն իմաստ ունի, երբ դրսում աշխարհը խեղդվում է չարիքի մեջ։ Իսկ վանքի պարիսպների վրա, դիտաշտարակում, կանգնած էր Անանիա սարքավագը։ Նրա մկանուց ձեռքերը սեղմում էին պարսատիկի քարը, իսկ հայացքը սևեռված էր հեռավոր կիրճին, որտեղից պիտի հայտնվեր սպառնալիքը։ Նա մարտիկ էր, ում հոգին վանքում էր ապաստանել, բայց որի մարմինը դեռ հիշում էր սրի բռնվածքը։ Եվ նրա աղոթքը կարճ էր ու գործնական. Տեր, տուր մեզ ուժ։ Երեք տարբեր մարդիկ, երեք տարբեր ճակատագրեր, բայց միևնույն հավատքն ու միևնույն սպառնալիքը։ Լուրը հասել էր մի քանի օր առաջ, փոշոտ ու առնաշամախ մի փախստականի շուրթերով։ Սելջուկյան զորքերը, կրակի ու սրի պես անխնա, շարժվում էին դեպի իրենց հովիտը, չխնայելով ոչինչ, ոչ մարդ, ոչ սրբություն։ Եվ անեղծ ապավենի վանքը, իր գանձերով ու իր հավատքով, նրանց հաջորդ թիրախն էր։ Աբբա Կոմիտասն ավարտեց աղոթքը և շրջվեց։ Նրա հայացքը սահեց եկեղեցում մթության մեջ պարող մոմերի լույսերի վրայով, որոնք պատերից կախված սրբապատկերների դեմքերին տալիս էին կենդանի տագնապալի արտահայտություն։ Նա գիտեր, որ սա սովորական փորձություն չէր։ Սա այն պահն էր, երբ հավատքը պիտի կամ կոտրվեր, կամ կոփվեր, դառնալով ավելի ամուր, քան այս լեռների գրանիտը։ Բայց նա դեռ չվիտեր, որ ամենամեծ փորձությունը գալու էր ոչ թե դրսից, այլ վանքի պատերից ներս։ Ամենասարսափելի ճակատամարտը տեղի էր ունենալու ոչ թե պարիսպների տակ, այլ մարդկային հոգիներում։ Եվ դա միայն սկիզբն էր։ Անեղծ ապավենի վանքը ծնվել էր ոչ թե քարից, այլ տեսիլքից։ Չորրորդ դարում, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հույսը նոր էր սփռվել հայոց աշխարհի վրա, նրա աշակերտներից մեկը, Գրիգորիս անունով մի ճգնավոր, այս հեռավոր լեռներում երազ է տեսնում։ Երազում լուսեղեն մի սյուն իջնում է երկնքից և դիպչում ժայռին, որի վրա նա քնած էր, և մի ձայն ասում է. «Այստեղ կառուցիր մի տապան, ոչ թե փայտից, այլ քարից, որտեղ կպահվի ոչ թե արարածը, այլ արարչի խոսքը»։
Այդպես սկսվեց պատմությունը։ Սկզբում դա մի փոքրիկ մատուռ էր, փորված ժայռի մեջ, որտեղ ճգնավորներն ապրում էին աղոթքով և արմտիքով։ Սակայն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հանճարը փոխեց ամեն ինչ։ Երբ նորաստեղծ հայոց գրերը հասան այս լեռնային կացարան, անեղծ ծապավենը դարձավ ոչ միայն աղոթքի, այլև գիտության և լուսավորության կենտրոն։ Այստեղ բացվեց դպրոց, որտեղ ուսուցանում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն, երաժշտություն և մանրանկարչություն։ Դարերի ընթացքում վանքը մեծացավ։ Յուրաքանչյուր իշխանական տուն իր պարտքն էր համարում մի նոր շինություն ավելացնել՝ գավիթ, սեղանատուն, գրատուն։ Պատերը բարձրացան, դարձան ամրոցի պարիսպներ, քանզի թշնամին միշտ հարևան էր։ Արաբական արշավանքներ, բյուզանդական խարդավանքներ, սելջուկյան հրոսակախմբեր։ Վանքը տեսել էր ամեն ինչ։ Այնքանիցս ավերվել էր, այրվել, կողոպտվել, բայց ամեն անգամ, ինչպես Փյունիկ թռչունը, հառնում էր մոխիրներից։ Ինչպես։ Այս հարցի պատասխանը հայտնի էր միայն Աստծուն և այն անանուն վանականներին, ովքեր իրենց արյամբ ու քրտինքով վերաշինում էին քանդվածը։ Նրանց կյանքը ենթարկվում էր խիստ կանոնակարգի։ Օրը սկսվում էր կեսգիշերային ժամերգությամբ, երբ սառը եկեղեցում միայն նրանց ձայնն էր միահյուսվում քամու ձայնին։ Այնուհետև առավոտյան աղոթք, սուրբ պատարագ։ Օրվա մնացած մասը բաժանված էր աշխատանքի և աղոթքի միջև։ Ոմանք աշխատում էին այգիներում, մյուսները արհեստանոցներում, իսկ ընտրյալները մատենադարանում։ Եղիշե վարդապետը այդ ընտրյալներից էր։ Նա եկել էր վանք 10 տարի առաջ, որպես մի որբ պատանի, ում գյուղն ավերել էին թշնամիները։ Աբբա Կոմիտասը նրան ընդունել էր որպես սեփական զավակի և նկատելով տղայի սուր միտքն ու նկարչական ձիրքը, ուսուցանել էր նրան գրչության արվեստը։ Եղիշեի համար մագաղաթը աշխարհ էր, իսկ ներկերը զգացմունքներ։ Նա կարող էր ամբողջ ավետարանը պատկերել մեկ սկզբնատառի մեջ, բայց վերջին շրջանում նրա հոգում խռովք էր բարձրացել։ Փախստականների պատմությունները խլել էին նրա հանգիստը։ Նա տեսնում էր այրված գյուղեր, սպանված երեխաներ և հարցնում էր ինքն իրեն. «Ինչ օգուտ այս ոսկեզօծ տառերից, եթե դրսում մարդիկ մահանում են առանց հացի ու հույսի։ Միթե մեր աղոթքները չեն հասնում երկինք»։ Առաջին նշանները հայտնվեցին մի շաբաթ առաջ։ Հորիզոնում սկսեցին երևալ ծխի սյուներ։ Սկզբում մեկը, հետո երկուսը, հետո տասնյակ։ Դրանք հեռավոր գյուղերն էին, որոնք կրակի բաժին էին դառնում։ Ամեն օր վանքի դարպասը թակում էին նոր փախստականներ, սոված, հիվանդ, հուսահատ։ Նրանք պատմում էին անլուր վայրագությունների մասին, մի բանակի մասին, որը կարծես դժոխքից էր դուրս եկել։ Աբբա Կոմիտասը հրամայեց ամրացնել պարիսպները և պաշար հավաքել։ Անանիա Սարգսակը, նախկին զինվորականը, ստանձնեց պաշտպանության կազմակերպումը։ Նա սովորեցնում էր վանականներին, թե ինչպես օգտագործել պարսատիկն ու նետաղեղը։ Շատերը տրթնջում էին. «Մենք աղոթքի մարդիկ ենք, ոչ թե մարտիկներ», ասում էին նրանք։ Եղիշեն նայում էր այս ամենին և իր հոգում պայքար էր գնում։ Մի մասը ցանկանում էր վերցնել սուրը և միանալ Անանիային։ Մյուս մասը, ավելի խորը, ավելի հին, շշնջում էր, որ իսկական զենքը ոչ թե երկաթն է, այլ հավատքը։ Բայց որտեղ էր այդ հավատքը։ Ինչու էր այն լռում, երբ չարիքն այդքան բարձրաձայն էր։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս հարցերի պատասխանը գալու էր կրակի և արյան միջով, և որ այն գտնելու համար նրանք պիտի անցնեին հուսահատության ամենախորը անդունդով։ Հակամարտությունը պայթեց ոչ թե պարիսպների տակ, այլ սեղանատանը, երեկոյան ընթրիքի ժամանակ։ Օդում կախված էր լարվածությունը, խիտ, ինչպես թանձր մեղր։ Փախստականներից մեկը, մի ծերունի, ում աչքերը դատարկվել էին սարսափից, պատվում էր, թե ինչպես է թշնամին իր աչքի առաջ այրել իրենց գյուղի եկեղեցին, ներսում փակված մարդկանցով։ Լռություն։ Այդ լռությունը կոտրեց Եղիշեի ձայնը, բարձր ու դողացող։ «Եվ մենք այստեղ նստած հաց ենք ուտում, մինչդեռ Աստծո տունն այրում են, մենք աղոթքներ ենք մրմնջում, մինչև երբ պիտի թաքնվենք այս քարերի հետևում»։ Բոլոր հայացքները սևեռվեցին նրա վրա։ Աբբա Կոմիտասը դանդաղ վայր դրեց իր գդալը։ «Ինչ ես առաջարկում, որդյակ», հարցրեց նա հանգիստ, բայց նրա ձայնի մեջ պողպատ կար։ «Առաջարկում եմ դադարեցնել այս անիմաստ սպասումը։ Վերցնենք մեր սուրբ մասունքները, մեր ամենաթանկ ձեռագրերը և հեռանանք ավելի ապահով վայր, դեպի հյուսիսի լեռները։ Այստեղ մնալը ինքնասպանություն է, սա քաջություն չէ, սա հիմարություն է»։ Սեղանատանը խուլ տրտունջ բարձրացավ։ Շատերը համաձայն գլխով էին անում։ Վախը վարակիչ էր։ Այդ պահին ոտքի կանգնեց Անանիա Սարգսակը։ Նրա հսկա ստվերը ծածկեց Եղիշեին։
Հեռանան ենք, թողնենք այս սրբությունը պղծման, Սուրբ Գրիգորիսի ոսկորները թողնենք շների բաժին դառնա, ես մարտիկ եմ եղել Հայր Սուրբ, ես գիտեմ, որ փախչողին միշտ էլ հասնում են, իսկ այն տունը, որը չեն պաշտպանում, արժանի չէ կանգուն մնալու, մենք պիտի մնանք ու կռվենք։ Կռվենք, դառնորեն ծիծաղեց Եղիշեն, ինչով, մի քանի տասնյակ վանականներով, հազարավոր բարբարոսների դեմ, մեր զենքերը գրիչներն են Անանիա, ոչ թե սրերը, մեր ուժը աղոթքի մեջ է, բայց կարծես թե այդ աղոթքները պատերից վեր չեն բարձրանում։ Այս խոսքերը հայհոյանքի պես հնչեցին, Աստվածապախծություն, շշնջաց ինչ-որ մեկը։ Բավական է, որոտաց Աբբա Կոմիտասի ձայնը, բոլորը լռեցին, ծերունի առաջնորդը ոտքի կանգնեց, նրա հայացքը խիստ էր, բայց և ցավով լի։ Երկուսդ էլ սխալվում եք, և երկուսդ էլ ճիշտ եք, այո, մենք չենք կարող հաղթել նրանց զենքով Անանիա, և այո, մենք չենք կարող փախչել մեր հավատքից Եղիշե, մեր զենքը այս քարերն են, մեր վահանը այս պարիսպները, այս վանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն աղոթատեղի, այլև ապավեն, մարդիկ գալիս են այստեղ ոչ միայն հոգու, այլև մարմնի փրկության համար, եթե մենք փակենք դռերը և փախչենք, ինչ կասեն հավատացյալները, կասեն տերտերներն առաջինը փախան, կասեն նրանց Աստվածը թույլ է, ոչ, մենք կմնանք։ Նա դադար տվեց հայացքով շրջելով բոլորի վրայով։ Մենք կփակենք դարպասները, կբարձրանանք պարիսպներին և կաղոթենք, և եթե պետք լինի, կմեռնենք այստեղ, մեր սրբությունների կողքին, սա է մեր ճանապարհը։ Սուրբ պատարագը կմատուցվի ամեն օր, մինչև վերջին շունչը, իսկ հիմա բոլորը ձեր խցերը, աղոթքի և ապաշխարության ժամ է։ Ոչ ոք չհամարձակվեց առարկել, բայց երբ վանականները ցրվում էին, օդում կախված մնացին չսված խոսքերն ու չլուծված կասկածները։ Եղիշեի սրտում դառնություն էր, նա զգում էր, որ առաջնորդի խոսքերը գեղեցիկ էին, բայց իրականությունից կտրված։ Նա տեսնում էր ոչ թե հերոսական մահ, այլ անիմաստ կոտորած։ Եվ հենց այդ գիշեր, երբ լուսինը ամպերի հետևում էր թաքնվել, դիտաշտարակից լսվեց Անանիայի տագնապալի ձայնը. «Ջահեր, կիրճում ջահեր կան, նրանք գալիս են»։ Խաղը սկսվել էր, պաշարման երրորդ օրն էր, արևը անխնա տապակում էր քարերը, իսկ վանքի ներսում հույսը գոլորշիանում էր ջրի պաշարների հետ միասին։ Թշնամին շրջապատել էր վանքը բոլոր կողմերից, և նրանց ճամբարը գազանի բաց երախի պես փռվել էր հովտում։ Օրերով նրանք ոչինչ չէին անում, պարզապես սպասում էին, որ սովն ու ծարավը կոտրեն ներսում փակվածների կամքը, մինչ նրանց ծաղրական երգերն ու մարտական կանչերը քամին հասցնում էր պարիսպներից ներս, թունավորելով օդը։ Վանքի պատիվը վտանգված էր, համայնքի հեղինակությունը կախված էր մազից։ Ներսում իրավիճակը օրհասական էր դարձել, ջուրը բաժանում էին կաթիլներով, վերջին հացը կիսել էին 3, և փախստական երեխաների լացը դանակի պես կտրում էր լռությունը։ Վանականների դեմքերը քարացել էին, աչքերում հուսահատություն։ Ինչ կասեն հավատացյալները, երբ իմանան, որ անեղ ծապավենը ընկավ առանց կռվի, տրտնջում էր մի ծեր վանական Գրիգոր Աբեղան, ում հավատքը սկսել էր տատանվել։ Նրանք կկորցնեն իրենց վերջին հույսը։ Եկեղեցական կանոնների և ավանդույթների ճնշումը Եղիշեի վրա դարձել էր անտանելի։ Աբբա Կոմիտասը պահանջում էր անվերապահ հնազանդություն և հավատք։ Աղոթիր, որդյակ, ասում էր նա, աղոթքը կբացի այն դռները, որոնք փակ են թվում։ Բայց Եղիշեի աղոթքները չոր էին ու անկենդան։ Նա նայում էր իր ձեռքի տակ անավարտ մնացած նարեկացուն և մտածում. ինչպես կարող էր Սուրբ Գրիգորը գրել Աստծու հետ խոսելու մասին, երբ Աստծոդ այդքան համր է։ Բայց դա միայն սկիզբն էր։ Պաշարման 4-րդ օրը թշնամին սկսեց գործել։ Նրանք բերեցին պաշարողական մեքենաներ, հսկայական քարանետներ։ Առաջին իսկ քարը, որը հարվածեց պարսպին, կարծես հարվածեց վանքի սրտին, պատերը դողացին, ճիչեր լսվեցին։ Անանիա սարքավագը իր մարդկանց հետ վազում էր պարսպից պարիսպ, փորձելով կազմակերտել պաշտպանությունը, բայց նրանց նետերն ու քարերը մոծակի խայթոցի պես էին հսկաների դեմ։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Իրավիճակը գլխիվայր շրջվեց այն պահին, երբ թշնամին դադարեցրեց գրոհը, դարպասի մոտ հայտնվեց մի սպիտակ դրոշակով ձիավոր։ Նա բերել էր առաջարկ։ Ոչ, նրանք չէին պահանջում հանձնվել, նրանք պահանջում էին մեկ բան. ձեր առաջնորդը թող դուրս գա և ուրանա իր հավատքը մեր աչքի առաջ, հայտարարեց բանբեռը, նրա ձայնը մետաղի պես սառն էր, թող ոտքի տակ տա իր խաչը և ընդունի մեր մարգարեի ճշմարտությունը։
Եթե նա դա անի, մենք կխնայենք բոլորիդ կյանքը, ձեր վանքը կմնա անվնաս, դուք ազատ կլինեք հեռանալու, հակառակ դեպքում, մինչև արևամուտ, այստեղ քարը քարի վրա չի մնա և ոչ մի շունչ քաշող էակ ողջ չի մնա։ Այս առաջարկը ավելի սարսափելի էր, քան մահվան սպառնալիքը։ Սա հարված էր ոչ թե մարմնին, այլ հոգուն։ Սա պայքար էր ոչ թե գոյատևման, այլ ինքնության համար։ Աբբա Կոմիտասը լսեց առաջարկը առանց զգացմունք արտահայտելու, նրա դեմքը քարե դիմակի պես անշարժ էր, բայց Եղիշեն տեսավ, թե ինչպես ծերունու ձեռքերը դողացին, երբ նա բռնեց իր կրծքի արծաթե խաչից։ Վանքում խուճապ սկսվեց։ Ոմանք աղաղակում էին, որ սա սատանայի թաքարդն է, մյուսները, վախից կուրացած, սկսեցին շշնջալ. գուցե սա միակ ելքն է, միայն թե ձևացնի, ինչ արժե մի խոսքը, եթե հարյուրավոր կյանքեր են դրված նժարին։ Եղիշեի սիրտը սառեց, նա հասկացավ, որ թշնամին գտել էր իրենց ամենախոցելի տեղը։ Նրանք փորձում էին կոտրել ոչ թե իրենց պատերը, այլ իրենց ոգին, և ամենասարսափելին այն էր, որ նրանց դա հաջողվում էր։ Վանքը, որ դարեր շարունակ դիմացել էր արտաքին թշնամուն, այժմ քայքայվում էր ներսից, կասկածի և վախի թույնից։ Այդ պահին Եղիշեն զգաց միայն անսահման դատարկություն։ Աստված իսկապես լքել էր իրենց։ Գիշերը իջավ վանքի վրա, սև անթափանց, ինչպես գերեզմանի քող։ Քարանետները լռել էին, բայց այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած աղմուկ։ Դա մահվան դատապարտվածի վերջին լռությունն էր։ Վերջնաժամկետը մինչև արևածագ էր։ Վանականները հավաքվել էին եկեղեցում, ոմանք բարձրաձայն ողբում էին։ Մյուսները քարացած նայում խորանին։ Աբբա Կոմիտասը ծնկաչոք անշարժ էր, ինչպես սրբապատկերներից մեկը, բայց նրա հոգու փոթորիկը զգացվում էր օդում։ Եղիշեն չկարողացավ մնալ եկեղեցում, նա խեղդվում էր հուսահատության այդ խթացած մթնոլորտից։ Նա փակավ մատենադարան, իր միակ ապաստանը։ Խցիկը սառն էր, միակ լույսը մոմի տկար բոցն էր, որի լույսի տակ անավարտ նարեկը կարծես նրան էր նայում, համր հանդիմանությամբ։ Ինչու, շշնջաց Եղիշեն դատարկությանը, ինչու թույլ տվեցիր այս ամենը։ Մենք պահեցինք քո խոսքը, պահեցինք քո լույսը այս մագահատների վրա, իսկ դու մեզ թողեցիր մթության մեջ։ Եթե մենք մեռնենք, այս ամենը կայրվի, քո խոսքը մոխիր կդառնա, սա է քո պատասխանը։ Նա ընկավ գետնին, դեմքը սեղմած սառը քարերին։ Արցունքներն այլևս չէին գալիս, ներսում միայն սառցե դատարկություն էր։ Նա այլևս ոչինչի չէր հավատում, ոչ Աստծուն, ոչ մարդուն, ոչ աղոթքի ուժին։ Ամեն ինչ սուտ էր, գեղեցիկ հեքիաթ, պատմված վախեցած մարդկանց համար։ Եվ հենց այդ պահին, հուսահատության ամենախորը կետում, տեղի ունեցավ անբացատրելին։ Սկզբում դա միայն լույս էր, ոչ թե մոմի, այլ մի ներքին, աննյութական լույս, որը սկսեց ծագել ոչ թե դրսից, այլ նրա սեփական էության խորքից։ Այն տաք էր ու մեղմ։ Լույսը տարածվեց և մատենադարանի պատերը կարծես անհետացան։ Նա այլևս սառը քարերի վրա չէր պառկած, նա կանգնած էր մի անծայրացիր, լուսավոր տարածության մեջ։ Եվ նա տեսավ նրանց, նրա առջև կանգնած էին երկու լուսավոր կերպարանքներ, մեկը խիստ ու իմաստուն, ձեռքին ոսկե գրերով այբուբեն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցներ, մյուսը թխուր, բայց անսահման բարի աչքերով, ձեռքին իր մատյան ողբերգությանը, Սուրբ Գրիգոր Նարեկացին էր։ Նրանք չխոսեցին շուրթերով, բայց նրանց ձայնը հնչեց ուղիղ Եղիշեի հոգու մեջ, ավելի պարզ, քան ցանկացած խոսք։ Դուք կարծում եք, թե պահում եք մեր գրերը, հնչեց Մաշտոցի միտքը, բայց իրականում այդ գրերն են պահում ձեզ։ Յուրաքանչյուր տար, որ դուք գրում եք, աղյուս է մի անտեսանելի ամրոցի պատի մեջ, որը չի կարող քանդել ոչ մի քարանետ։ Դուք կարծում եք, թե ձեր աղոթքները չեն լսվում, հնչեց Նարեկացու միտքը, որը լի էր անսահման կարեկցանքով։ Բայց ձեր ամենամեծ աղոթքը ոչ թե խոսքերն են, այլ ձեր գոյությունը, այն, որ դուք այստեղ եք, այս քարերի մեջ, երբ աշխարհը խավարի մեջ է, դա ինքնին մի ճիչ է առ Աստված, որը հասնում է մինչև երկնքի գահը։ Եվ հետո Եղիշեն տեսավ իրենց վանքը, բայց ոչ թե քարեղեն, այլ լուսեղեն։ Յուրաքանչյուր քար շողում էր, յուրաքանչյուր խաչքար արձակում էր լույսի ճառագայթներ։ Եվ նա տեսավ, որ վանքի վրա իջնում է մի հսկայական, լուսավոր գմբեթ, որը կազմված էր հրեշտակների թևերից։ Թշնամու քարերը հարվածում էին այդ գմբեթին և փոշիանում, անկարող նույնիսկ մոտենալու իրական պատերին։ Ձեր հավատքն է ձեր վահանը, հնչեց վերջին միտքը, ոչ թե կույր հավատքը, այլ այն հավատքը, որը ծնվում է հուսահատության մեջ։
Ոչ թե այն հավատքը, որը հրաշք է պահանջում, այլ այն հավատքը, որն ինքն է հրաշք գործում։ Ձեր ամրոցը ոչ թե քարից է, այլ ոգուց։ Տեսիլքն անհետացավ նույնքան հանկարծակի, որքան հայտնվել էր։ Եղիշեն կրկին մատենադարանի սառը հատակին էր, մոմը գրեթե հալվել էր, բայց ամեն ինչ փոխվել էր։ Ներսի սառցե դատարկությունը հալվել էր, դրա փոխարեն նրա էությունը լցվել էր մի աննկարագրելի, հզոր ուժով։ Դա ոչ թե հույս էր, այլ վստահություն, ոչ թե հավատք, այլ գիտելիք։ Նա վեր կացավ։ Նրա շարժումները դանդաղ էին, բայց վճռական։ Նա վերցրեց անավարտ ձեռագիրը, իր գործիքները և դուրս եկավ մատենադարանից։ Նա գիտեր, թե ինչ պետք է անել, և նա գիտեր, որ իրենք չեն պարտվի։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց, երբ Եղիշեն մտավ եկեղեցի, արևածագի առաջին գունատ շողերը նոր էին սկսել ներթափանցել արևելյան պատուհաններից։ Նրա տեսքից բոլորը սթափվեցին, նա այլևս այն կասկածող, հուսահատ երիտասարդը չէր։ Նրա աչքերում մի տարօրինակ լույս կար, իսկ կեցվածքը լի էր անսասան վճռականությամբ։ Նա քայլեց ուղիղ դեպի խորան, որտեղ Աբբա Կոմիտասը դեռ աղոթում էր։ «Հայր Սուրբ», ասաց նա, և նրա ձայնը հնչեց պարզ ու զորավոր, առանց դողի հետք։ «Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք»։ Բոլորը լռեցին, անգամ երեխաների լացը դադարեց։ Աբբա Կոմիտասը դանդաղ շրջվեց, նա երկար նայեց Եղիշեի աչքերի մեջ, կարծես փորձելով կարդալ նրա հոգին։ «Խոսիր, զավակս»։ Եվ Եղիշեն պատմեց։ Նա պատմեց ամեն ինչ՝ տեսիլքը, լույսը, սրբերին, հրեշտակների գմբեթը։ Նա խոսում էր ոչ թե որպես մեկը, ով երազ է տեսել, այլ որպես մեկը, ով տեսել է իրականությունը։ Նրա խոսքերը լցնում էին եկեղեցու սառը տարածությունը նոր, անսպասելի ջերմությամբ։ Երբ նա ավարտեց, մի պահ լռություն տիրեց։ Այնուհետև այդ լռությունը պայթեց։ «Սրբապստություն, սա սատանայի խաբկանք է», առաջինը գոչեց Գրիգոր Աբեղան, ում դեմքը կծկվել էր զայրույթից։ Վախը խելքը թռցրել է, նա տեսիլքներ է տեսնում, որպեսզի արդարացնի մեր անիմաստ մահը, Հայր Սուրբ, մի լսեք նրան։ Նա ճիշտ է, բացականչեց մի կին փախստականների խմբից, սա խաբկանք է, մենք պետք է մտածենք մեր երեխաների մասին, ոչ թե ինչ-որ ուրվականների, թող առաջնորդն անի այն, ինչ պահանջում են, և մենք կապրենք։ Եկեղեցին բաժանվեց երկու մասի։ Ոմանք, ոգևորված Եղիշեի խոսքերից, սկսեցին բարձրաձայն աղոթել, նրանց աչքերում հույսի կայծեր էին վառվել։ Մյուսները, վախից ու սովից ուժասպար, միացան Գրիգոր Աբեղային, պահանջելով ընդունել թշնամու պայմանները։ Խոսքերը վերածվեցին աղաղակների, աղաղակները հրմշտոցի։ Այն, ինչից Աբբա Կոմիտասն ամենաշատն էր վախենում, տեղի ունեցավ, վանքը քանդվում էր ներսից։ Այդ պահին Անանիա սարքավագը, ով մինչ այդ լուռ կանգնած էր մի անկյունում, երկու քայլով հասավ կենտրոն։ «Լռեք», որոտաց նրա ձայնը, և բոլորը սարսափահար լռեցին։ Նա շրջվեց դեպի Եղիշեն, նրա հայացքը խիստ էր, ինչպես դատավորինը։ «Ես զինվոր եմ, ոչ թե աստվածաբան», ասաց նա դանդաղ ու կշռադատված։ «Ես չեմ հասկանում տեսիլքներից, բայց ես հասկանում եմ մարդկանց աչքերից, և ես քո աչքերում սուտ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ նաև մի բան, որը դու գուցե չես տեսնում։ Քո տեսիլքը մեզ ուժ է տալիս, բայց այն մեզ չի փրկի սրերից։ Ասա ինձ, երիտասարդ վարդապետ, ինչ ես առաջարկում, որ մենք անենք հիմա»։ Այս հարցը օդից կախված մնաց։ Ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Եղիշեի տեսիլքը գեղեցիկ էր, բայց անգործնական։ Այն հույս էր տվել, բայց ոչ ծրագիր։ Եվ հիմա բոլորը նրան էին նայում, սպասելով պատասխանի։ Եղիշեն շփոթվեց։ Նա իսկապես չգիտեր, թե ինչ անել։ Նրա տեսիլքը հոգևոր էր, ոչ թե ռազմական։ Նա նայեց Աբբա Կոմիտասին, օգնություն փնտրելով, բայց ծերունին լուռ էր։ Նա նրան թողել էր մենակ, իր հայտնության հետ։ Ես չգիտեմ, վերջապես խոստովանեց Եղիշեն, և նրա ձայնը կրկին դարձավ անվստահ։ Ես միայն գիտեմ, որ մենք չպետք է հանձնվենք, որ մեր իրական ամրոցը ոգու մեջ է, նրան ընդհատեց Անանյան։ Գիտեմ, բայց մինչ մեր ոգիները կհասնեն երկինք, մեր մարմինները կմնան այստեղ, գետնին։ Մեզ պետք է ավելին, քան գեղեցիկ խոսքերը։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Դրսից լսվեց շեփորի ձայն, բայց դա թշնամու մարտական շեփորը չէր, դա բանակցությունների կոչի նշան էր։ Բոլորը վազեցին դեպի պարիսպները։ Թշնամու ճամբարից դուրս էր եկել նույն բամբերը, բայց այս անգամ նա մենակ չէր։ Նրա կողքին կանգնած էր մի կին, շղթայված։ Եղիշեի սիրտը կանգ առավ։ Նա ճանաչեց նրան,
Դա Մարիամն էր, հարևան գյուղի քահանայի դուստրը, ում նա ճանաչում էր մանկուց։ Նրան գերի էին վերցրել առաջին իսկ օրը։ Բամբերը բարձրացրեց ձայնը. «Մենք փոխել ենք մեր պայմանները, ձեր առաջնորդի ուրացումն այլևս բավարար չէ։ Մենք լսել ենք, որ ձեր մեջ կա մի երիտասարդ գրիչ, ով տեսիլքներ է տեսնում։ Թող նա դուրս գա, թող նա իր ձեռքով այրի իր սուրբ գրքերը մեր աչքի առաջ։ Եթե նա դա անի, մենք կազատենք այս կնոջը և կհեռանանք։ Եթե ոչ, նա դանակը մոտեցրեց Մարիամի կոկորդին։ Ամբողջ հայացքները սևեռվեցին Եղիշեի վրա։ Նա հայտնվել էր մի թակարդում, որից փրկություն չկար։ Նրա տեսիլքը, որը պետք է լիներ փրկություն, դարձել էր նրա դատավճիռը։ Նա պետք է ընտրեր անմեղ կյանքի և այն ամենի միջև, ինչին հավատում էր, այրել Աստծո խոսքը, թե թույլ տալ, որ անմեղ արյուն թափվի։ Այդ պահին նա հասկացավ, որ իրական փորձությունը նոր է սկսվում։ Պարսպի վրա կանգնած ամբոխը քարացավ, յուրաքանչյուր հայացք մեխված էր Եղիշեին, իսկ նրա վրա հարյուրավոր հարցերի, հույսերի և մեղադրանքների անտեսանելի բեռը։ Օդը թանձրացել էր, կարծես կարելի էր դանակով կտրել։ Ներքևում, դաժանորեն լուսավորված կեսօրի արևով, կանգնած էր Մարիամը, նրա մանկության խաղընկերը, իսկ նրա կոկորդին սեղմված պողպատե սայրը փայլում էր սպառնալից։ Թշնամու առաջարկը դիվային էր իր պարզությամբ, ոչ թե հավատքի ուրացում, այլ հավատքի խորհրդանիշների ոչնչացում, ոչ թե մեկ մարդու հոգու կործանում, այլ մի ամբողջ ժողովրդի հոգևոր ժառանգության այրում։ Եկեղեցու պատիվը դրված էր զոհասեղանին։ «Ինչ ենք անում, Հայր Սուրբ», խզեց լռությունը Անանայայի խռպոտ ձայնը, ուղված Աբբա Կոմիտասին, բայց նրա աչքերը չէին հեռանում Եղիշեից։ «Ժամանակ չկա», Աբբա Կոմիտասը դանդաղ մոտեցավ Եղիշեին։ Նրա դեմքն անթափանց էր, ինչպես հնագույն մագաղաթ, բայց նրա աչքերի խորքում Եղիշեն տեսավ մի սարսափելի պայքար։ Սա այլևս հավատքի փորձություն չէր, սա ընտրություն էր երկու անհնարին ճանապարհների միջև։ Փրկել մեկ կյանք, զոհաբերելով դարերի սրբությունը, թե պահպանել սրբությունը, թույլ տալով անմեղ արյան թափվել։ Ինչ կասեն հավատացյալները, եթե իմանան, որ մենք մեր ձեռքերով այրեցինք ավետարանը, որպեսզի փրկենք մեկ մարդու, շշնջաց Գրիգոր Աբեղան։ Նրանք կասեն, որ մեր հավատքը թղթից է, որը կրակից է վախենում։ Մեր եկեղեցու անունը հավերժ կխարանվի։ Այս խոսքերը սառը ջրի պես լցվեցին Եղիշեի վրա։ Նա հասկացավ, որ թշնամին նրան դրել է ոչ միայն մարդկային, այլև աստվածային դատաստանի առաջ։ Ինչ էլ նա աներ, կլիներ սխալ։ Ինչ էլ նա ընտրեր, կլիներ մեղք։ Եվ հետո իրավիճակը դարձավ էլ ավելի բարդ։ «Ես դա կանեմ», հայնքարց հայտարարեց Եղիշեն, և նրա ձայնը, թեև դողացող, հնչեց վճռական։ «Բայց ես ունեմ պայման»։ Բոլորը շունչները պահեցին։ Նույնիսկ ներքևի բամբերը զարմացած նայեց վեր։ «Ես կայրեմ գրքերը», շարունակեց Եղիշեն, ուղիղ նայելով բանբերի աչքերին, «բայց ոչ թե այստեղ, այլ ձեր ճամբարում, ձեր առաջնորդի աչքի առաջ, և ոչ միայն այս կնոջ, այլ բոլոր գերիների ազատության դիմաց։ Սա անսպասելի ու համարձակ քայլ էր, կեղծ հույսի մի պահ, գուցե սա ելքն է, գուցե նա կարող է խաբել նրանց, ժամանակ շահել»։ Անանայայի աչքերում հիացմունքի կայծ վառվեց, նա գնում էր առյուծի բույնը։ Բանբերը մի պահ խորհրդակցեց իր մարդկանց հետ, հետո գլխով արեց. «Մեր առաջնորդն ընդունում է քո պայմանը, դու ունես 1 ժամ իջնելու համար, միայնակ»։ Այդ պահին, երբ թվում էր, թե լուծումը գտնված է, ամեն ինչ փլուզվեց։ «Ոչ», հնչեց Աբբա Կոմիտասի ձայնը, պողպատի պես սառը և անբեկանելի։ Երբ նա խոսեց, ամբողջ վանքը սառեց։ Ոչ մի գիրք չի լքի այս վանքը, ոչ մի տառ չի այրվի։ Սա իմ վերջին խոսքն է, որպես այս սուրբ օբիթելի առաջնորդի։ Բայց, Հայր Սուրբ, Մարիամը, սկսեց Եղիշեն, բայց առաջնորդը նրան ընդհատեց. «Այս վանքը ենթարկվում է ոչ թե ինձ, այլ Էջմիածնի կաթողիկոսին, և հայ առաքելական եկեղեցու կանոնները միանշանակ են. սրբությունը պղծելը մահացու կողմից։ Դու դուրս կշպրտվես եկեղեցուց, և քո անունը կջնջվի մեր մատյաններից, ընդմիշտ»։ Սա հարված էր գոտկատեղից ներքև։ Ավանդույթի և կանոնների ճնշումը ջախջախեց Եղիշեի համարձակ ծրագիրը։ Նա մնաց մենակ, իր համայնքի, իր հոգևոր հոր և իր եկեղեցու դեմ։ Նա պետք է ընտրեր ոչ միայն երկու մահերի, այլև հավերժական փրկության և հավերժական նզովքի միջև։ Նրա առջև դրված էր ոչ միայն Մարիամի կյանքը, այլև իր սեփական հոգին։ Նա նայեց ներքև Մարիամի սարսափահար աչքերին, հետո նայեց վեր Աբբա Կոմիտասի քարե դեմքին, և վերջապես նա նայեց իր ձեռքերին,
այն նույն ձեռքերին, որոնք ստեղծել էին այն գեղեցկությունը, որը նրանից պահանջում էին ոչնչացնել։ Նա հասկացավ, որ հայտնվել է մի իրավիճակում, որտեղից փրկություն չկա։ Ցանկացած քայլ տանում էր դեպի անդունդը։ Ժամանակը սպառվում էր, իսկ նրա շուրջը միայն լռությունն էր, մեղադրող, սպասող, անողոք։ Ժամանակը կարծես սառել էր։ Յուրաքանչյուր վայրկյանը ձգվում էր դարի պես, իսկ լռությունը պարսպի վրա ավելի խլացուցիչ էր, քան ցանկացած ճիչ։ Եղիշեն կանգնած էր անդունդի եզրին, մի կողմում իր հոգու նզովքը, մյուսում անմեղ կյանքի մահը։ Նրա ներսում ամեն ինչ քարացել էր։ Նա նայեց Աբբա Կոմիտասի անդրդվելի դեմքին, հետո ներքևում դողացող Մարիամին, և հասկացավ, որ այս պայքարում նա մենակ է։ Աստված լռում էր, սրբերը լռում էին, մնացել էր միայն ընտրությունը, և նա կատարեց իր ընտրությունը։ Ես չեմ կարող, շշնջաց նա, և այդ երկու բառը դատավճռի պես հնչեցին։ Դրանք ուղղված էին ոչ թե առաջնորդին կամ թշնամուն, այլ ինքն իրեն։ Նա չէր կարող այրել այն, ինչը սերունդները պահպանել էին իրենց արյան գնով։ Նա չէր կարող։ Ներքևում բամբերը դառնորեն ժպտաց։ Նա բարձրացրեց դանակը։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Այն պահին, երբ պողպատը պիտի դիպչեր Մարիամի մաշկին, պարսպի մյուս ծայրից, ամենաանսպասելի կողմից հնչեց մի ձայն։ Ոչ բարձր, բայց այնքան զորավոր, որ բոլորը շրջվեցին։ Դա Անանիա սարկավագն էր։ Նա կանգնած էր պարսպի եզրին, և նրա ձեռքում ոչ թե քար էր կամ նետ, այլ մի հին կաշեկազմ մատյան։ «Սպասեք», գոչեց նա, «այն, ինչ դուք փնտրում եք, սուրբ գրքերը չեն, դա սա է»։ Բոլորը շփոթված նայում էին նրան։ «Ինչ էր դա»։ «Ինչ ես անում, Անանիա», խոժոռվեց Աբբա Կոմիտասը։ Անանիան անտեսեց նրան։ Նրա հայացքը սևեռված էր թշնամու առաջնորդին, ով հետաքրքրությամբ դուրս էր եկել իր վրանից։ «Տարիներ առաջ, երբ ես դեռ աշխարհիկ մարդ էի, ծառայում էի իշխան Գագիկի բանակում», սկսեց նա պատմել, և նրա ձայնը հնչում էր ամբողջ հովտում։ «Մենք գրավեցինք մի քաղաք, և այնտեղ, Ամիրայի պալատում, ես գտա մի բան, մի գաղտնիք, որը ձեր տիրակալները թաքցնում են իրենց ժողովրդից։ Այս գրքում ձեր մարգարեի իրական կտակն է, այն, որը նա գրել է մահվան մահճում, և որը ձեր քուրմերը փոխարինել են»։ Այս խոսքերից թշնամու ճամբարում շշուկներ սկսվեցին։ Առաջնորդի դեմքը քարացավ։ «Սուտ է», գոռաց բամբերը, «նա ստում է, ժամանակ շահելու համար»։ «Այդ դեպքում ինչով եք վախենում», հակադարձեց Անանիան։ «Ես առաջարկում եմ գործարք։ Ես իջնում եմ ներքև, ձեր բոլոր զինվորների առաջ, և բարձրաձայն կարծում եմ այս գրքից միայն մեկ էջ։ Եթե դրանից հետո ձեր մարդիկ դեռ ցանկանան կռվել, մենք կհանձնվենք առանց պայքարի։ Բայց եթե ես ճիշտ եմ, դուք կհեռանաք և այլևս չեք վերադառնա»։ Ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Պայքարը տեղափոխվեց զենքի դաշտից գաղափարների դաշտ։ Սա հանճարեղ քայլ էր։ Անանիան նրանց առաջ դրեց մի ընտրություն, որից նրանք չէին կարող հրաժարվել առանց իրենց իսկ մարդկանց աչքում թույլ երևալու։ Թշնամու առաջնորդը երկար մտածեց։ Նրա ճամբարում աճող դժգոհությունը տեսանելի էր նույնիսկ հեռվից։ Վերջապես նա դժգամությամբ գլխով արեց։ Այդ պահին ամբողջ պատմությունը փոխվեց։ Անանիան, առանց որևէ մեկին նայելու, սկսեց իջնել պարսպից։ Եղիշեն նայում էր նրան և չէր հավատում իր աչքերին։ Զինվորը, ով րոպեներ առաջ խոսում էր միայն սրի լեզվով, այժմ գնում էր մահացու մենամարտի, զինված միայն խոսքով։ Նրա մեջ կար մի ուժ, որը Եղիշեն երբեք չէր նկատել։ Դա ոչ թե հավատքի, այլ համոզմունքի ուժն էր։ «Նա խելագարվել է», շշնջաց Գրիգոր աբեղան, «նրան կսպանեն»։ «Ոչ», պատասխանեց Աբբա Կոմիտասը, և նրա ձայնում առաջին անգամ հնչեց անորոշություն։ «Նա անում է այն, ինչ մեզանից ոչ ոք չհամարձակվեց։ Նա իր հավատքը դնում է փորձության»։ Անանիան հասավ ներքև։ Նա կանգնեց թշնամու բանակի առաջ, միայնակ, անզեն, ձեռքին միայն հին մատյանը։ Հազարավոր աչքեր սևեռված էին նրա վրա։ Նա բացեց գիրքը, խորը շունչ քաշեց և սկսեց կարդալ։ Նրա ձայնը հստակ էր ու զորավոր։ Նա կարդում էր ոչ թե հայերեն, այլ նրանց լեզվով, մաքուր, առանց շեշտադրման։ Եվ այն, ինչ նա կարդում էր, ստիպեց բոլորին, և պարսպի վրա, և ներքևում շունչները պահել։ Դրանք խոսքեր էին ներողամտության և խաղաղության մասին, խոսքեր, որոնք լիովին հակասում էին այն ամենին, ինչի համար այդ զինվորները եկել էին այնտեղ։ Դա հրաշք էր, ոչ թե երկնային, այլ մարդկային, ճշմարտության հրաշքը։
Եղիշեն լսում էր և զգում, թե ինչպես են իր ներսի պատերը փլուզվում։ Նա հասկացավ, որ իսկական ամրոցը ոչ թե քարից է, ոչ էլ ոգուց, այլ ճշմարտությունից։ Եվ այդ ճշմարտությունը կարող է ավելի հզոր լինել, քան ցանկացած բանակ։ Այդ պահին նա հասկացավ, որ իր տեսիլքը սխալ էր մեկնաբանել։ Փրկությունը գալու էր ոչ թե հրեշտակների միջոցով, այլ մի հասարակ մարդու անսասան քաջության շնորհիվ։ Անանիայի ձայնը լռեց, բայց նրա խոսքերը շարունակում էին արձագանքել հովտում, քանդելով հրամանատարների հեղինակությունը և կասկածի սերմեր ցանելով հասարակ զինվորների սրտերում։ Թշնամու ճամբարում տիրում էր խառնաշփոթ, զինվորները հավաքվել էին խմբերի, վիճում էին, ոմանք նույնիսկ վայր էին դնում զենքերը։ Նրանց առաջնորդը, գունատ ու կատաղած, փորձում էր վերականգնել կարգը, բայց ճշմարտության ջինը դուրս էր եկել շշից, և այն հետ մտցնելն անհնար էր։ Մի քանի րոպեի ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Ճակատամարտը հաղթված էր ոչ թե սրով, այլ խոսքով։ Վանքի պարիսպների վրա տիրում էր ապշահար լռություն։ Բոլորը նայում էին ներքևում տեղի ունեցող տեսարանին, անկարող հավատալու իրենց աչքերին։ Այնուհետև այդ լռությունը փոխարինվեց ցնծության աղաղակներով։ Մարդիկ գրկախառնվում էին, լացում, շնորհակալություն հայտնում Աստծուն։ Նրանք փրկված էին։ Բայց դա միայն սկիզբն էր։ Երբ թշնամին, ամոթահար ու պարտված, սկսեց հավաքել իր վրանները և հեռանալ, վանքի ներսում սկսվեց նոր, անտեսանելի պայքար։ 5-րդ գլխի հրաշքը քանդել էր ոչ միայն արտաքին պաշարումը, այլև ներքին հիերարխիան։ Դերերը փոխվել էին։ Աբբա Կոմիտասը, ով րոպեներ առաջ անսասան առաջնորդ էր, այժմ կանգնած էր մենակ, իր սեփական համայնքի կողմից լքված։ Նրա կանոնները, նրա անբեկանելի հավատքը ավանդույթի նկատմամբ քիչ էր մնում բոլորին կործանման տանեին։ Նրա հեղինակությունը փշրվել էր։ Վանականները, ովքեր առաջ նրա յուրաքանչյուր խոսքն ընդունում էին որպես հայտնություն, այժմ խուսափում էին նրա հայացքից։ Նրա աշխարհը փլուզվել էր։ Իսկ Անանյան, հասարակ սարկավագը, նախկին զինվորը, դարձել էր օրվա հերոսը։ Մարդիկ շրջապատել էին նրան, շոյում էին նրա հագուստը, նրան անվանում էին իրենց փրկիչ։ Նա, ով միշտ ստվերում էր, այժմ կենտրոնում էր։ Նա, ով վստահում էր միայն պողպատին, փրկել էր բոլորին գրքով։ Նա դարձել էր նոր, չգրված առաջնորդ։ Եղիշեն կանգնած էր մի կողմ քաշված և դիտում էր այս ամենը։ Նրա հոգում խառը զգացմունքներ էին։ Մի կողմից անսահման երախտագիտություն Անանիային և թեթևացում, որ մղձավանջն ավարտվել է։ Մյուս կողմից մի տարօրինակ դատարկություն։ Նրա տեսիլքը, նրա հայտնությունը, այն ինչը նա համարում էր աստվածային միջամտություն, մոռացվել էր այս նոր մարդկային հրաշքի փայլի մեջ։ Նա զգում էր իրեն ավելորդ, կարծես իր դերը պիեսում արդեն խաղացված էր։ Ամեն ինչ գլխիվայր շրջվեց այն պահին, երբ դարպասները բացվեցին, և ազատ արձակված գերիները Մարիամի գլխավորությամբ ներս մտան։ Մարիամը վազեց ոչ թե դեպի իր հարազատները, այլ ուղիղ դեպի Եղիշեն։ Նա կանգնեց նրա առաջ, և նրա աչքերը լի էին արցունքներով, բայց ոչ երախտագիտության։ «Դու թողեցիր ինձ», շշնջաց նա, և այդ խոսքերը դանակից ավելի սուր խոցեցին Եղիշեի սիրտը։ «Դու ընտրեցիր քո քարերն ու մագաղաթները իմ կյանքի փոխարեն։ Անանյան փրկեց իմ մարմինը, բայց դու սպանեցիր իմ հավատքը քո հանդեպ»։ Այս խոսքերը լսեցին շատերը։ Եվ հանկարծ ցնծության մթնոլորտում առաջին ճաքերը հայտնվեցին։ Մարդիկ սկսեցին նայել Եղիշեին այլ կերպ, կասկածով, նույնիսկ մեղադրանքով։ Նա, ով համարձակություն չունեցավ գործելու։ Նա, ով պատրաստ էր զոհաբերել մարդկային կյանքը։ Նոր դաշնակիցներ և նոր թշնամիներ էին ծնվում այդ պահին։ Գրիգոր Աբեղան, օգտվելով առիթից, մոտեցավ Աբբա Կոմիտասին։ «Տեսնում եք, հայր Սուրբ», ասաց նա քծնող ձայնով, «ես ճիշտ էի, այս երիտասարդի հպարտությունն ու տեսիլքները մեզ կործանելու էին։ Միայն Անանիայի աշխարհիկ իմաստությունն էր, որ մեզ փրկեց»։ Նա փորձում էր վերականգնել հին կարգը, իրեն դարձնելով նոր հերոսի դաշնակից և հին առաջնորդի խորհրդական։ Եղիշեն հասկացավ, որ թեև պատերազմը ավարտվել է, խաղաղությունը դեռ հեռու է։ Վանքը փրկված էր, բայց համայնքը բաժանված էր, քան երբևէ։ Նա նայեց Անանիային, ով շփոթված կանգնած էր իրեն շրջապատած ամբոխի մեջ, անսովոր այսքան ուշադրության։ Նա նայեց Աբբա Կոմիտասին, ով կարծես մեկ գիշերվա մեջ 10 տարով ծերացել էր, և նա նայեց իր սեփական ձեռքերին։ Նա պետք է որոշեր, թե ինչ անել հիմա։ Իր տեղն այլևս այս վանքում չէր։
պետք է արդյոք հերանար, թե պետք է մնար և պայքարեր իր ճշմարտության, իր տեսիլքի համար, նույնիսկ եթե ոչ ոք այլևս չէր հավատում դրան։ Նոր, ավելի բարդ պայքար էր սկսվում, և այս անգամ նա պետք է կռվեր ոչ թե թշնամու, այլ իր իսկ եղբայրների դեմ։ Մի քանի օր վանքում տիրում էր մի տարօրինակ, լարված հանգստություն, ինչպես փոթորկից առաջ։ Բոլորը փորձում էին վերադառնալ իրենց սովորական կյանքին, աղոթքին ու աշխատանքին, բայց ոչինչ այլևս առաջվանը չէր։ Օդում կախված էր չասված խոսքերի և չլուծված հակասությունների մի ամփ։ Եղիշեն անցկացնում էր իր օրերը մատենադարանում, բայց այլևս չէր կարողանում կենտրոնանալ մագաղացների վրա։ Մարիամի մեղադրանքը և իր սեփական անվճռականության հիշողությունը այրում էին նրա խիղճը։ Նա հասկանում էր, որ չի կարող ուղղակի մոռանալ տեղի ունեցածը։ Նա պետք է գործեր։ Ոգեշնչված իր տեսիլքից և Անանիայի քաջությունից, նա որոշեց, որ իր պայքարը պետք է լինի ոչ թե սրով կամ գրքով, այլ ճշմարտությամբ։ Նա պետք է հաշտեցնել վանքի բաժանված համայնքը, նա պետք է վերականգներ կոտրված հավատքը։ Նրա առաջին քայլը Աբբա Կոմիտասի հետ խոսելն էր։ Նա գտավ ծերունուն իր խցում, մենակ, կորացած։ Առաջնորդը կարծես կորցրել էր իր ողջ ուժը։ «Հայր Սուրբ», սկսեց Եղիշեն զգուշորեն, «մենք պետք է խոսենք, մեր վանքը փրկված է, բայց մեր հոգիները ոչ, մենք բաժանված ենք, մեզ հաշտություն է պետք»։ Աբբա Կոմիտասը դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում ոչ թե զայրույթ էր, այլ խորը, անսահման տխրություն։ «Հաշտություն», դառնորեն կրկնեց նա։ «Ինչպես կարող է լինել հաշտություն, երբ հիմքերը քանդված են։ Ես հետևեցի կանոններին, Եղիշե, ես հետևեցի այն ամենին, ինչին ինձ սովորեցրել են, և դա մեզ քիչ էր մնում կործաներ։ Իսկ Անանյան, նա խախտեց բոլոր կանոնները և փրկեց մեզ։ Ասա ինձ, ո՞վն է ճշմարտությունը, ում Աստվածն է ճիշտ, իմը թե նրանը»։ Սա խոստովանություն էր, ոչ միայն պարտության, այլև հավատքի ճգնաժամի։ Եղիշեն հասկացավ, որ ծերոնին ավելի շատ օգնության կարիք ունի, քան ինքը, և հետո տեղի ունեցավ անսպասելին։ «Գուցե ճշմարտությունը ոչ թե կանոնների կամ դրանց խախտման մեջ է», ասաց Եղիշեն, ինքն էլ զարմանալով իր խոսքերի վրա։ «Գուցե այն սիրո մեջ է։ Դուք ցանկանում էիք փրկել մեր հավատքի խորհրդանիշները, Անանյան ցանկանում էր փրկել մարդկանց, իսկ ես վախեցա ընտրել։ Մենք բոլորս սխալվեցինք, որովհետև մտածում էինք, թե ինչպես փրկենք ինչ-որ բան, այլ ոչ թե ինչպես ծառայենք։ Այդ պահին ամեն ինչ կարող էր փոխվել։ Սա հաշտության ձեռք էր, բայց հենց այդ պահին դուռը բացվեց և ներս մտավ Գրիգոր աբեղան, նրա դեմքին քծնող ժպիտ էր։ «Հայր Սուրբ, Անանիա սարկավագը խորհուրդ է հրավիրել, նա ցանկանում է քննարկել վանքի ապագան», հայտարարեց նա, միտումնավոր անտեսելով Եղիշեին։ Սա ուղղակի մարտահրավեր էր, ուժի ցուցադրություն։ Եղիշեն հասկացավ, որ իր խաղաղարար առաքելությունը ձախողվել է։ Պայքարը անխուսափելի էր։ Նա գնաց ժողովին, իմանալով, որ սա լինելու է վճռական բախումը։ Սեղանատունը լեփ-լեցուն էր։ Անանյան նստած էր առաջնորդի տեղում, իսկ Գրիգոր աբեղան նրա աջ կողմում։ Աբբա Կոմիտասը նստել էր մի անկյունում, գլխի կոր։ «Եղբայրներ», սկսեց Անանյան, և նրա ձայնում զգացվում էր անսովոր լարվածություն։ «Մենք անցանք մեծ փորձության միջով, բայց մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Հին կարգերը մեզ դավաճանեցին։ Մեզ նոր ուղի է պետք։ Ես առաջարկում եմ, որ մենք մեր վանքը դարձնենք ոչ միայն աղոթատեղի, այլև ապաստան բոլոր նրանց համար, ովքեր տուժել են պատերազմից։ Մենք պետք է բացենք մեր դռները, կիսենք մեր հացը, մեր գիտելիքները, մենք պետք է ծառայենք մարդկանց, ոչ թե քարերին։ Սա հեղափոխություն էր, ավանդական, փակ վանական կյանքի լիակատար մերժում։ Շատերը հավանությամբ գլխով արեցին, բայց Եղիշեն տեսավ վտանգը։ «Իսկ ինչպես ենք մենք պաշտպանվելու», հարցրեց նա, ոտքի կանգնելով։ «Եթե մենք բացենք մեր դռները, մենք խոցելի կդառնանք։ Հաջորդ թշնամին ուղղակի ներս կմտնի և կվերցնի այն, ինչ ուզում է։ Մենք չենք կարող հրաժարվել մեր պատերից։ Մեր պաշտպանությունը կլինի ոչ թե քարը, այլ մարդկանց սերը», կրակոտ պատասխանեց Անանյանը։ «Եթե մենք օգնենք նրանց, նրանք կպաշտպանեն մեզ»։ «Սա միամտություն է», ընդհատեց նրան Եղիշեն։ «Սա աշխարհն է, Անանիա, ոչ թե դրախտը։ Դու առաջարկում ես մեզ քանդել այն, ինչը դարերով կառուցվել է։ Դու առաջարկում ես մեզ դառնալ աշխարհիկ իջևանատուն։ Իսկ ինչ կլինի մեր աղոթքի, մեր մեկուսացման, մեր գրերի հետ։ Ինչի համար էին ապրել ու մահացել Սուրբ Գրիգորիսը, Սուրբ Մեսրոպը, Սուրբ Գրիգոր Նարեկացին։
Սա ուղղակի բախում էր երկու աշխարհայացքների՝ գործնական մարդակենտրոն հավատքի և հայեցողական աստվածակենտրոն հավատքի։ Վանքը պետք է ընտրեր։ Այդ պահին ոտքի կանգնեց Աբբա Կոմիկասը, բոլորը լռեցին։ «Երկուսդ էլ ճիշտ եք», ասաց նա հոգնած, բայց հաստատուն ձայնով, «և երկուսդ էլ սխալվում եք։ Մենք չենք կարող փակվել աշխարհից, և մենք չենք կարող լուծարվել աշխարհի մեջ։ Մենք պետք է գտնենք երրորդ ճանապարհը, ճանապարհ, որը կմիավորի ծառայությունն ու աղոթքը, քարն ու խոսքը»։ Նա նայեց Եղիշեին, հետո Անանիային։ «Եվ դուք երկուսդ պետք է գտնեք այդ ճանապարհը, միասին»։ Սա ոչ թե հրաման էր, այլ կտակ։ Իմաստուն ծերունու վերջին փորձը փրկելու իր քայքայվող հոտը։ Բայց արդյոք նրանք կկարողանային հաղթահարել իրենց տարաձայնությունները, թե նրանց պայքարը վերջնականապես կկործաներ անեղծ ապավենի վանքը։ Աբբա Կոմիտասի խոսքերը կախվեցին սեղանատան լարված օդում, ոչ թե որպես հրաման, այլ որպես խնդրանք, որպես վերջին հույս։ Մի պահ թվում էր, թե ոչինչ չի փոխվի։ Եղիշեն և Անանյան կանգնած էին իրար դիմաց, երկու տարբեր աշխարհների, երկու տարբեր ճշմարտությունների ներկայացուցիչներ։ Նրանց միջև անդունդ էր, որը լցված էր անվստահությամբ, ցավով և չասված մեղադրանքներով։ Վանքի ճակատագիրը կախված էր այդ պահից։ Գագաթնակետը եկավ անսպասելի։ Դա ոչ թե բառերի, այլ գործողության պահ էր։ Անանյան, ով ամբողջ ժողովի ընթացքում պահպանում էր իր զինվորական կեցվածքը, հանկարծ խախտեց այն։ Նա մի քայլ առաջ արեց, բայց ոչ թե դեպի Եղիշեն, այլ դեպի Աբբա Կոմիտասը։ Նա խոնարհվեց ծերունու առաջ, վերցրեց նրա չորացած ձեռքը և համբուրեց։ «Ներեցեք ինձ, Հայր Սուրբ», ասաց նա խուլ ձայնով։ «Իմ հպարտությունը կուրացրել էր ինձ։ Ես մոռացա, որ զինվորը պետք է հնազանդվի իր հրամանատարին։ Ես մոռացա, որ այս վանքն ունի իր օրենքները, իր առաջնորդը»։ Երբ նա դա ասաց, ամբողջ սեղանատունը սառեց։ Սա անհավանական էր։ Հերոսը, փրկիչը, խոնարհվում էր պարտված, հեղինակազրկված ծերունու առաջ։ Այս մեկ ժեստը փոխեց ամեն ինչ։ Այն ցույց տվեց, որ Անանյան փնտրում էր ոչ թե իշխանություն, այլ ճշմարտություն։ Հետո նա շրջվեց դեպի Եղիշեն։ «Եվ դու էլ ներիր ինձ, եղբայր», շարունակեց նա։ «Ես ծաղրում էի քո տեսիլքները, բայց քո հավատքն ավելի խորն էր, քան իմը։ Ես տեսնում էի միայն քարերն ու մարդկանց, դու տեսնում էիր Աստծուն։ Մեզ պետք են և քո աչքերը, և իմ ձեռքերը»։ Այդ պահին Եղիշեի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Ամբողջ դառնությունը, վիրավորանքը, մենակության զգացումը հալվեցին և վերածվեցին արցունքների։ Նա քայլեց դեպի Անանյան և գրկեց նրան։ Երկու մրցակիցները, երկու հակառակորդները դարձան եղբայրներ։ Այդ պահին վանքը վերագտավ իր հոգին։ Հաջորդ օրվանից սկսվեց անեղծ ապավենի վանքի վերածնունդը։ Դա հեշտ չէր։ Կային վեճեր, անհամաձայնություններ։ Գրիգոր Աբեղան և նրա կողմնակիցները փորձում էին խանգարել, բայց նրանց ձայնն այլևս ուժ չուներ։ Եղբայրության նոր ոգին ավելի ուժեղ էր։ Աբբա Կոմիտասի իմաստնության, Անանիայի գործնականության և Եղիշեի հոգևոր տեսլականի միավորումից ծնվեց երրորդ ճանապարհը։ Վանքի դռները բացվեցին, բայց ոչ ամբողջությամբ։ Նրանք սկսեցին ընդունել փախստականների, բայց ոչ թե որպես հյուրերի, այլ որպես համայնքի նոր անդամների։ Յուրաքանչյուրը ստանում էր ոչ միայն հաց ու ապաստան, այլև գործ, ըստ իր կարողության, և կրթություն, ըստ իր ցանկության։ Անանյան կազմակերպեց վանքի պաշտպանությունը։ Նա սովորեցնում էր երիտասարդներին ոչ միայն զենքի, այլև շինարարության արվեստին։ Նրանք ամրացրին պարիսպները, կառուցեցին նոր շինություններ։ Վանքը դարձավ իսկական ամրոց, բայց ոչ միայն քարից, այլև միասնական մարդկանցից։ Եղիշեն բացեց դպրոց, որտեղ ուսուցանում էր ոչ միայն աստվածաբանություն և գրչություն, այլև արհեստներ և գիտություններ։ Նրա մատենադարանը դարձավ ոչ թե փակ գանձարան, այլ կենդանի գրադարան, որտեղից լույսը սփռվում էր ամբողջ հովտում։ Նա գտավ իր իսկական կոչումը՝ ծառայել Աստծուն, ծառայելով մարդկանց։ Տարիներ անցան։ Անեղծ ապավենի վանքը դարձավ լեգենդ։ Մի վայր, որտեղ հավատքն ու գործը, աղոթքն ու ծառայությունը, քարն ու խոսքը դարձել էին մեկ ամբողջություն։ Այն դիմացավ բազմաթիվ փոթորիկների, բայց այլևս երբեք չկորցրեց իր ուղին, քանի որ այն կառուցված էր ոչ թե մեկ մարդու, այլ երեքի իմաստության վրա։ Եվ այս պատմությունը մեզ տալիս է մի կարևոր դաս։ Հավատքը միայն կանոններին հետևելը չէ,
Դա նաև կարեկցանք է, ծառայություն և քաջություն, խախտելու կանոնները, երբ սերն է դա պահանջում։ Իսկական ամրոցը ոչ թե բարձր պատերն են, այլ միասնական սրտերը։ Հիմա մենք ուզում ենք լսել ձեզ, կիսվեք մեկնաբանություններում, թե դուք ինչպես կվարվեիք այս իրավիճակում։ Ում կողմը կլինեիք դուք՝ Աբբա Կոմիտասի, Անանիայի, թե Եղիշեի։ Որն է ձեր կարծիքով հավատքի ճիշտ ճանապարհը։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։